Պարոն Նորիկյան, կարող եք ասել այսօր ինչ զարգացումներ եղան եւ ինչու Եղիշեն կրկին չուզեցավ, որպեսզի տեսանկարահանվի նիստը։ Դուք գիտեք, որ նախորդ երկու դատական նիստերը ըստ էության չէին կայանում պաշտպաններից մեկի վատառողջ լինելու պատճառաբանությամբ, այսօրվա դատական նիստը թվում էր, թե պետք է ընթանար իր բնականon հունով, բայց ինչպես դուք նկատեցիք, հենց ի սկզբանե մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը կտրուկ անհամաձայնություն հայտնեց հեռարձակման առումով եւ փաստորեն դատարանը ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոններով թույլ չտվեց դատական նիստի հեռարձակումը, ինչը ինձ համար առնվազն պաշտպանության կողմի տեսանկյունից բավականին անհասկանալի է, անսպասելի է, որովհետև սույն քրեական գործի վարույթը արդեն կլերանա 2 տարին ընթանում է եւ դատական նիստերի մեծ մասը լուսաբանվել է։ Իհարկե Եղիշե Հակոբյանը 1-2 անգամ նման անհամաձայնություն հայտնել էր, կրկին մտկափոխվել էր, բայց արդեն ինձ համար համոզմունք է ձևավորվում կամ տպավորություն է ձևավորվում, որ կոնկրետ Եղիշե Հակոբյանը որոշակի հրահանգավորումներ է ստանում համենայն դեպս, այդպիսի կարծիք է ձևավորվում եւ ինձ համար նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջի շրջանում սոցիալական տարբեր հարթակներով TikTok-յան արդարադատություն է իրականացում կամ Facebook-յան արդարադատություն է իրականացում, փորձելով Եղիշեից կերտել անմեղ, չգիտեմ, կամ այլ դրական առումով կերպար է փորձարվում կերտել, հարգելի բարեկամներ, ես խնդրում եմ նկատի ունեցեք այն հանգամանքը, որ հենց սույն քրեական վարույթի հեռարձակումը եւ հրապարակայնացումը առաջին հերթին բխում է Եղիշե Հակոբյանի շահերից եւ ինքը պետք է շահագրգիռ լիներ, որպեսզի սույն քրեական վարույթը ընթանա հրապարակայնորեն եւ հանրությունը իմանա, թե ինչ է տեղի ունեցել իրականում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր նշված մեղադրյալը փաստորեն խափանեց քրեական վարույթի հրապարակայնացման գործընթացը, սա ինձ տալիս է հնարավորություն արձանագրելու, որ չեմ բացառում, որ նրա նկատմամբ որոշակի անուղղակի, ուղղակի կամ այլ տեսակի, այդ թվում նաև հոգեբանական ճնշում է գործադրվում, որպեսզի պայմաններում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ վերջի շրջանում նրա վարքագծում իհարկե շեշտակի փոփոխություններ են նկատվում, ես չեմ կարող ասել, թե դա ինչով է պատճառաբանվում։ Ես բազմիցս անգամ այս քրեական գործի նկատմամբ արտահայտել եմ իմ տեսակետը, որ եթե մեղադրյալները ինչ-որ բան ունեն ասելու հասարակությանը, իրենք կարող են ցանկացած հարթակ գործադրել, օգտագործել իրենց ունեցած տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու համար։ Ավելին, հենց նույն Եղիշե Հակոբյանի խնդրանքով որոշ ժամանակ առաջ ես եւ իր պաշտպանը միասին այցելել ենք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղի ունեցել 1 ժամից ավել հանդիպում։ Այդ հանդիպման ընթացքում Եղիշե Հակոբյանը որոշակի հանգամանքների վերաբերյալ տվել է որոշակի տեղեկություններ, այդ տեղեկությունները ճիշտ պահին մենք դարձնենք հանրության սեփականությունը, ավելին գործի վարույթի քննության ընթացքում համապատասխան փուլում տարբեր հարցադրումների, միջնորդությունների տեսքով կներկայացվեն եւ փորձ կարվի պարզաբանել, թե ինչ է իրականում տեղ ունեցել։ Բայց օգտվելով պատեհ առիթից ես ուզում եմ շեշտել, այն քարոզարշավը, այն շոուն, որն այսօր իրականացվում է Եղիշե Հակոբյանի անձի նկատմամբ եւ փորձ է արվում հանրության մոտ տպավորել, ձևավորել համոզմունք, որ այս գործով Եղիշե Հակոբյանի մեղավորությունը հիմնավորված չէ կամ կասկածահարույց է, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացվում է միայն դատարանի կողմից։ Անկախ նրանից մենք ինչպիսի վստահության մակարդակ ունենք դատարանների նկատմամբ, սակայն այդ հանգամանք, այդ վերապահումները իրենց տեղին սոցիալական որևէ հարթակով, որևէ անձի հերոսացնելը, նրա անմեղության մասին տարբեր տեսակի PR ակցիաներ կազմակերպելը չի բխում ուրեմն այս գործի շահերից։ Ավելին, ես կարող եմ հատուկ ընդգծել, որ մենք պետք է զերծ մնանք ավելորդ պիտակավորումներից, հարգենք 15 զոհված զինծառայողների հիշատակը,
որովհետև ես այսօրվա դատական նիստում էլ, քանի որ դատական նիստը չէր ձայնագրվում, ես ձայն եմ խնդրել եւ դատական նիստում հենց ամբողջ դատավարության մասնակիցների ներկայությամբ ընդգծել եմ հենց այս հանգամանքները, նույն հորդորով դիմել եմ Եղիշե Հակոբյանին, որ իր շահերից է բխում, որպեսզի այս գործը հրապարակայնացվի եւ քաղաքացիները մեր հասարակությունը իմանան, եւ եթե իսկապես ինքը անմեղ է, եթե իսկապես իրեն մեղավոր չի համարում, եթե իսկապես գտնում է, որ այն պաշտոնական ձևակերպված մեղադրանքը չի համապատասխանում իրականությունը, դեպի ինքը պետք է շահագրգիռ լինի, ինքը պետք է խոսի, ասի ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Բայց մենք ստանում ենք փաստորեն հակառակ պատկերը, եւ սա խոսում է մի բանի մասին, որ իդեմս Եղիշեի իրականությունը թաքցնելու միտված վարկագծի դրսևորում ենք։ Մենք զգում, եթե իսկապես բան կա ասելու, որևէ մեկը ձեզ չի խանգարում խոչընդոտում, որ դուք այդ մասին չբարձրաձայնեք։ Անկեղծ ասած իմ համար նաև շատ վիրավորական էր այդ պահվածքը եւ